Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք. Տակում Փաշինյանի քարոզարշավին լռեցրին Ազատի զորամասի զոհված զինվորի պապիկին։ Շիրակում Ռոբերտ Քոչարյանը կրկին կասկածի տակ է դրել վարչապետ Փաշինյանի հոգեկան առողջությունը։ Ինքը թող ցույց տա իր իրական դեմքը։ Արարատում ուժեղ Հայաստանը խոստացել է չարի վերջը։ Միասնության թևերը մեղադրում է Փաշինյանին ատելության քարոզի մեջ։ Լուսավոր Հայաստանն էր աշտարակի խճուղում ակադեմիական քաղաքներ փնտրում։ Խնդրեմ ձեզ ակադեմիական քաղաք։ Արտուր Օսիպյանն է։ Փալանչյանն ասումն է։ Վարչապետի հետ վիճաբանած Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանի ձերբակալությունից մեկ օր անց իրավապահները դեռ չեն պարզաբանում կոնկրետ որ արարքի համար է նա հայտնվել ճաղերի ետևում։ Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, որ մայիսի վերջին Աստանայում կքննարկեն ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Լավ կլիներ, որ Հայաստանն արագ կողմնորոշվեր։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ Ռուսաստանից չէ որ մեզ պետք է ասեն։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի նախագահին էր պատասխանել Եվրամիություն ԵԱՏՄ կողմնորոշվելու հարցում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի մի քանի երկրների խնդրանքով հետաձգում է Իրանի դեմ այսօր ծրագրված նոր հարվածները։ Նախընտրական քարոզարշավի 12-րդ օրը եւս թեժ սկսվեց։ Մասնավորապես Լոռու մարզում, որտեղ այսօր շրջում է քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեքենայի թափքից բարձրախոսով ելույթ ունեցող Փաշինյանին իր վրդովմունքն էր ուզում հայտնել Ազատի զինկացարանի հրդեհից զոհված զինվորի պապիկը, բայց նրա բերանը բառից բուն իմաստով շատ շուտ փակեցին։ Սա միակ միջադեպը չէր Սպիտակում, իմ գործընկեր Կարինե Սիմոնյանն էլ տեսախցիկին են հարվածներ ստացել, երբ փորձում էր հասկանալ ինչ գործ ունեն արձակուրդում չգտնվող փոխքաղաքապետն ու քաղաքապետը վարչապետի քարոզարշավին աշխատանքային ժամին։ Առհասարակ Սպիտակում վարչապետի այցը այսօր աշխատանքի չգնալու առիթ էր դարձել ոչ միայն քաղաքի ղեկավարների համար։ Շատ լավ, շատ լավ։ Հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ։ Հա։ Ազատի կացարանում ավելի քան 3 տարի առաջ հրդեհից զոհված զինվորի պապիկին այսօր չթույլատրեցին ավարտել խոսքն ուղղված Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հրապարակում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ներկաները վանկարկումներով լռեցրին նրան։ Քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնցից մեկը ոստիկան ներկայացավ, բերանը փակելով տարեց տղամարդուն հեռացրին հավաքից։ Զինվորական կացարանում այրված թորան մասին հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամբիոն դարձած ավտոմեքենայի թափքից ոստիկաններին հրահանգեց, խոչընդոտելու համար եկածներին հեռացրեք, պնդեց, թե նրանց փող են տալիս ու ուղարկում իր հավաքը հատուկ խոչընդոտելու։ Ասեն կալուբացի օլիգարխը ամեն տեղ 200,000 դրամից բանից տալիս է բռնում է, եկեք ընդհանրապես։ Հանգիստ ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք մարդիկ թող գնան իրենց գործին, հա։ 15 զինվորի կյանք խլած դեպքից 3.5 տարի է անցել, բայց մինչ օրս այդ դեպքով որևէ մեկը քրեական պատժի չի ենթարկվել։ Նախորդ շաբաթ էլ զոհված զինվորներից մեկի մայրն էր ընդհատել վարչապետի ելույթը, իշխանություններից պատասխան պահանջելով նաև գործի ոչ պատշաճ քննության համար։ Այսօր Փաշինյանին լսելու եկածների մեջ շատ էին քաղաքապետարանի հայ փոստի աշխատակիցները։ Ոմանք թաքցնում էին դեմքը, չցանկանալով նկարահանվել, մյուսները հաստատում էին քաղաքապետարանի աշխատակից են։ Ես համայնքապետարան եմ աշխատում։ Ինչ եք աշխատում։ Բան որ ամենալավ գործը։ Մեր Նիկոլին էլ փառաբանը։ Դուք եք աշխատում իրանց հետ։ Չէ, ես տարից եմ եկել։ Մեր կինն է, համաշխատում է մեր կինն է։ Բասում եք չեք աշխատում։ Աշխատում ենք ազի, բայց մենք տանից ենք եկել։ Ես տանից եմ եկել։ Դուք եք աշխատակից համայնքապետարանի։ Ինչա։ Դուք համայնքապետարանում ինչ եք աշխատում։ Աշխատում ենք, դեր աշխատում ենք։ Էլի կոմունալու։ Ասել էին կգա։ Ով։ Այս համայնքի։ բան եմ ասում։
Մենք որ գոյենք մնացողին չգիտեմ։ Ով ինչ ուզում է, ամեն ինչից։ Մեր կատնաջուրով է ծաղկացրել։ Հավաքականության մենք այսպես գոյենք։ Որտեղից եք եկել։ Կատնաջուրից։ Եթե կոլեկտիվներով եք եկել։ Այո, Որ կոլեկտիվն է։ հայ փոստը։ Երևույթ կա, ասել, լողորի։ Այսպես միահամուռ եկել եք, աջակցում եք։ Այո, ինչ կա որ, վատ բան եք անում։ Ում աջակցենք, ասեք իմանալ։ Չասեք չի ուղղակի։ Դե ուրեմն հերո հաղարաշտեմա։ Եկել եք հայ փոստից։ Ինչ։ Հայ փոստից եք։ Հայ բարով եք, այլ ես իմ տանից եմ, աղջիկ ջան, ես հայ փոստից չեմ։ Դե հերո հաղարա։ Բոլոր ժամանցներ եք գնալու։ Թումանյանից եկել եք հատուկ աջակցելու։ Միանշանակ։ Միանշանակ։ Դե որ Թումանյան գար, ձեր կողմերը գար, գուցե այնտեղ գնայիք, թե չէ, ամենտեղ գնում եք։ Ես եմ որոշում որտեղ գամ, ես վարչապետին միշտ եմ աջակցում ու ամենուր եմ աջակցում։ Եկել եք քաղաքապետան։ Չէ, Քաղաքապետանն եք աշխատում։ Ես իմ կապքով Ամբողջ կոլեկտիվով եք եկել։ Ոչ, իմ կոլեկտիվը նա գործի մեջ։ Չէ, աղջիկ ջան, ես տոշական Ես իմ կինն եմ, ես իմ կինն եմ։ Ես էլ քուրս։ Ես իմ կապքով եմ եկել, այն էլ իրա քույրիկն է։ Էլի Բայց դուք տոշական հիմնագործի չեք, բա որ եկել եք։ Դուք աշխատանք Արցակուրտ եմ։ Ինչպես Սպիտակում, այնպես էլ Լոռու մարզի այլ բնակավայրերում Փաշինյանն այսօր խոսեց խաղաղությունից, ասաց ոչ թե կանգառ, այլ հանգրվան պետք է դիտարկվի Հայաստանը ու կոչ արեց Սփյուռքից ու Արցախից եկածներին Հայաստանում հաստատվել ու չերազել իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու մասին։ Մեր երկիրը չենք մենք համակել հանգրվանի զգացողությամբ, մենք անդադ կանգառի մեջ ենք, մենք հլա տեղ չենք հասել, հլա Ղարաբաղ կա, որը պետք է տեղ հասնենք, հլա Վանը, հլա Մուշը, հլա էլ չեմ ասում, գերեվակայությունները երբեմն պտտվում ավելի ուրիշ տեղեր։ Եվ այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնման։ Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել։ Այսօր Փաշինյանը նաև Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում եղավ, որտեղ անցած շաբաթ միջադեպ էր տեղի ունեցել իշխող քաղաքացիական պայմանագրի եւ ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցների միջև։ Այսօր վարչապետի այցին ընդառաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ստուգումներ էին իրականացնում գյուղի կենտրոնում, այդ թվում վարչական ղեկավարի աշխատասենյակում։ Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանն անգամ դուրս էր բերվել աշխատասենյակից, որտեղ անվտանգության աշխատանքներ են իրականացնում։ Անգամ սանհանգույցն էր փակ բոլորի համար։ Խստացված միջոցառումներ չեն արվել։ Իրանց հարցերը կասեք, Ձեզ կասկածում են։ Շատ է, միգուցե կասկածում է, ես ինչ գիտեմ, ես Հետաքրքիր է ինձ։ Վարչական ղեկավարին կասկածում են, որ կարող է այնտեղ ռումբ եք դրել, կարող է։ Չէ, մարդիկ ընդեղ են, մարդիկ եկան ստուգեցին, մանրանցին։ Եկան ստուգեցի, որ չեք դրել։ Մեծավանում շաբաթ օրը իշխանական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև քննչական կոմիտեն հայտարարել էր, թե Մեծավանում ու Հարևան Նորաշենում փակել են իրենց ճանապարհն ու խոչընդոտել են քարոզարշավին։ Այս գործով 6 անձի նկատմամբ կալանքի, 5-ի նկատմամբ տնային կալանքի որոշումներ կան։ Մեծավանում ու նաև Տաշիրում, որտեղ ընդդիմադիր Սամվել Կարապետյանի աջակցությունը վայելող համայնքապետ է պաշտոնավարում 2022 թվականից, համայնքապետարանի աշխատակիցների չտեսանք, բայց հարակից գյուղերի բնակիչներ էին ու դպրոցի աշխատակիցներ։ Այսօր Տաշիրում իշխանության ու ընդդիմության համակիրները չառերեսվեցին, ինչպես օրեր առաջ էր։ Միայն մի պահ, երբ վարչապետ Փաշինյանը քայլում էր հրապարակից մինչև ՔՊ-ի շտաբ, հարակից շենքի պատշգամբներից մեկից ընդդիմադիր ուժեղ Հայաստանը գովազդող վանկարկումներ եղան։ Ի պատասխան Փաշինյանի աջակիցները դարձյալ ավելի բարձր վանկարկումներով լռեցրին նրանց։ Սրանք միակ միջադեպերը չէին, իմ գործընկեր Կարինե Սիմոնյանն էլ տեսախցիկին է հարվածներ ստացել, երբ փորձում էր հասկանալ, ինչ գործ ունեն արձակուրդում չգտնվող փոխքաղաքապետն ու քաղաքապետը վարչապետի քարոզարշավին աշխատանքային ժամի ընթացքում։ Պարոն Մաթևոսյան, աշխատանքի չեք բա։ Այն չես ուզում արա, եկա կնիկի։ Աշխատանք եմ, հանրապետության վարչապետն է, հերիքան եք արել։ Էլ եկար խանգարել։ Բան եք ասում, պարոն Նիկողոսյան։ Քեզ առավել ևս ոչ, ձեզ առավել ևս ոչ։ Դուք են մարդը չեք, որ ձեզ բան ասում։ Հասկացողին են ասում։
Այս միջադեպի առնչությամբ ականատես դիտորդական առաքելությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին ազատության լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքով։ Շիրակի մարզում է երկրորդ նախագահը։ Հայաստան դաշնքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը այսօր էլ համոզմունք է հայտնել, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է հոգեկան առողջության թեստ հանձնել, երբ անդրադառնում էր վարչապետ Փաշինյանի երեկվա պահվածքին։ Իսկ վարչապետի երեկվա բառապաշարը, հիշեցնեմ, լի էր ընդդիմադիր առաջնորդներին ուղղված վիրավորական բառերով եւ սպառնալիքներով։ Ինքը Քոչարյանը եւս օրեր առաջ Փաշինյանին վիրավորական բառերով էր դիմել։ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների միջև երեկվա միջադեպերն էլ ավելի են ամրապնդել Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքը, որ վարչապետի թեկնածուն, ինչպես նա է ասում, փսիխո պետք է հանի։ Երեք ուղղակի իսկապես առարկայական ապացույց ենք ստացել, որ շատ ճիշտ առաջարկ է եւ մենք պետք է այդ առաջարկը անպայման ընտրություններից հետո կյանքի կոչենք։ Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ երևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցներն նախույրանում էին երեկվա քարոզչական օրվա միջադեպերի ֆոնին Քոչարյանի խոսքի առանցքում Փաշինյանին ուղղված քննադատություններ։ Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք։ Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքը արդեն վերաբերմունքի կարիքը ժողովուրդը ունի։ Արցախցիներին փախչելու մեջ մեղադրելը արևմտյան Հայաստանից գաղթի հետ համեմատեց։ Առիթը արցախցի տղամարդու հասցեին վարչապետի երեկվա մեղադրանքներն էին, թե Լեռնային Ղարաբաղում չի կռվել, չի զոհվել, փախել է։ Ես կխնդրեի այդ տեղի բնակիչներից ձեր բարձրացնել նրանց, որոնց արմատները գալիս են Մուշից, Խարսից, շատ են ստեղ, չէ՞, ձեր դայլիճի մեծ մասը, ուղղակի ձեր հարազատներին, ձեր նախկիններին, ձեր պապերին ասել են թռած, փախած, հայրենիքը հանձնած։ Երկիրը մեծ ընտանիք է, մոդելի ընտրությունն էլ հունիսի 7-ին է լինելու։ Անուններ Ռոբերտ Քոչարյանը չէր տալիս, բայց ակնարկներն անթակույց էին։ Այն իդեալական մոդելը, որը մենք կցանկանայինք ունենալ։ Հավասարաչռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքը անող ընտանիքի հայր, թե իստերիկ, լաչար, կարծիքը 10 անգամ շաբաթը փոխող, ստախոս, sense կազինոյի կլիենտ եւ հարբեցող։ Ինչ կտրեք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը որը կլիներ։ Երևի չեմ կասկածում, չէ, լավ մոդել։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով մեկ անգամ սխալվելուց հետո երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունի ժողովուրդը։ Դրա գինը հայտարարեց կարող է նաև Սյունիքի կորուստը լինել։ Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150,000 փախստականներ, Արցախի կորուստ, 5,000 զոհ եւ այլն։ Հիմա թիկունք չի մնացել։ Հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է Արևմտյան Ադրբեջան, միգուցե մսկիթների կառուցում Հայաստանի տարածքում։ Ախուրյան հասած Հայաստան դաշինքի համակիրները նաև հարցեր ունեն տեղում իշխանափոխությունից մինչև ոռոգման ջրի խնդիր։ Մի երիտասարդի էլ հետաքրքրեց, արդյոք ընտրվելու դեպքում Քոչարյանը կկարողանա Բաքվի բանդերում պահվող գերիներին վերադարձնի ու երբ։ Ես չեմ կարող հիմա ասել 2 ամսում կամ 3 ամսում կամ 5 ամսում, բայց ես ձեզ ասում եմ, որ այդ հարցը ողջամիտ ժամկետներում իր լուծումը կարող է ստանալ։ Ես տեսնում եմ դրա այդ հնարավորություն տեսնում եմ։ Ալիևը ինչ հաճույք պիտի դատական ամբողջ ընթացակարգից ստանալ, արդեն ստացել է։ Արդեն ստացել է։ Սա լինելու է մեր հետագա խաղաղության
բանակցությունների խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների մի մաս անպայման։ Լրագրողների հարցերին այսօր երկրորդ նախագահը չպատասխանեց, պատճառաբանելով, թե գրաֆիկից հետ են ընկնում։ Հայաստան դաշինքն այսօր նաև Աշոտսկում ու Ամասիայում քարոզչություն արեց, օրը եզրափակեցին Գյումրիում հանրահավաքով։ Գյումրիի հանրահավաքից հետո Ազատության թղթակից այդուհանդերձ Քոչարյանից հետաքրքրվել է, եթե ինքը Փաշինյանին է քննադատում կոպիտ ու վիրավորական բառապաշարի համար, ապա ինչու է հենց ինքը նման բառերով վարչապետին դիմում։ Քոչարյանը արդարացել է, թե ինքը մի հոգու է վիրավորել։ Նայեք, մեկ ղեկավարը եթե կորցնում է ամեն ինչի զգացողությունը, ամոթի, որն պետք է իրեն պատասխանել, ուղղված իրեն, այլ ոչ թե ժողովրդին։ Այնինչ անում է ինքը ատելության խոսք է ուղղում ժողովրդին եւ վիրավորում է հազարավոր մարդկանց, տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ դրա պատասխանը պետք է տալ։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը Արարատի մարզում է քարոզարշավ իրականացնում են հիմնականում տնտեսական հրաշքներ խոստանալով։ Ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը իր հորեղբոր հասցեին հնչող վիրավորանքներին, սպառնալիքներին կարճ է արձագանքել։ Մի չարացեք։ Հիշեցնեմ, ուժեղ Հայաստանի կարգախոսներից մեկն էլ թումանյանական ոճով է, խոստանում են չարի վերջը։ Ռոբի, Տաշիրի, Գագոյի հետ Սերժնե Դավեսկա փաթեթով կզոցնել են, փաթեթով։ Փողոցում վազվզում է խելագար։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում կարճ է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա սպառնալիքներին եւ վիրավորանքներին։ Փոխարեն ընտրողներին առաջարկում է անել հետևություններ։ Թող հետևություն անեն, ամսի 7-ին հասկանան ում են ձայները տալիս։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը պնդեց, թե ընտրակաշառքի վերաբերյալ իր առաջնորդած ուժին վերագրվող գործերը իշխանության պատվերով են հարուցվում։ Մինչդեռ ընտրական հանցագործությունները քննող հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հերթական հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Մեր ժողովուրդը իր խոսքը կասի, դուք էլ կտեսնեք, համատարած ինչ ուզում անեն։ Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն։ Մնացել է մեկ բան, փողոցներում վազվզեն, գորգռան, ղժղժան, մյուսն էլ ձերբակալ են մարդկանց, անտեղի տեղը, ինչ ասեմ ես։ Գործ տվող մարդը, ուրիշ ինչ պետք է անի, գործեր են տալիս, գործեր են կարում մարդկանց վրա, տանում ձերբակալում, ինչ ասեմ։ Մազախիստներ են սրանք։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որում ինչ-որ տղամարդիկ քննարկում են, թե ինչպես են ամեն ամիս արցախցիների համար ծախսեր անում, իսկ նրանց շարքերում կա մարդ, որ գնում է ՔՊ հավաքներին։ Ձայնագրության մեկ այլ հատվածում էլ ինչ-որ տղամարդ հայտարարում է, թե մեջբերեմ, լավ են անում, փողով ծախվում են։ Սամվել Կարապետյանը այդ ձայնագրությունները ապացույց չի համարում։ Ոչ ոք ոչինչ չի ապացուցել։ Հենց ապացուցեցին, իրենք շատ ուրախությամբ դատեն մարդկանց, հələ ոչ մի բան չեն արել, ոչ մի մարդ կալանավորված են անտեղի տեղը։ Վերջում դուք տեսնեք, ինչ եղավ իրեն ձայնագրությունների հետ։ Դուք պատկերացնում եք մարդ, որ ամեն օր տեսնելով, որ նույն հոդվածով մարդկանց ձերբակալում են տասնյակ մարդկանց, ինքն էլ լավասավ լավ են անում, փող են բաժանում։ Ինչի է դա նման։ Պետք է լավ են անում, թող գնան նստեն, ինչ ասեմ։ Արարատի մարզում քարոզարշավ իրականացնելիս հրապարակված ձայնագրության վերաբերյալ գրեթե նույնն ասաց ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը, պնդելով նաև, որ այդ ձայնագրություններում կան անձինք, որոնք կապ չունեն իրենց թիմի հետ։ Այնտեղ բաներ կա, որ մեր հետ կապ չունի, ուղղակի ուղարկած սադրիչներ են բանեն, բայց ով որ մեր հետ կապ ունի, բոլորին ազատ են մարդիկ արձակվում, տեսնում են, որ ով է իրավացի, ով չէ։ Մենք ուղղակի ցավոք ունենք մարդիկ էլ, որ ուղղակի քաղաքական պատվերով այս բային մեկ ամսվա կտրվածքով սահմանափակման տակ են, բայց մեծի մասամբ գրեթե 95%, 99% մարդիկ ազատ են արձակվում, որովհետև հիմք չկա այս ամեն ինչի տակ։ Ուրեմն ինչի մասին են սիրելի հայրենակիցներ այս ձայնագրությունները։
այն մասին են, որ թե Ղարաբաղի ժողովուրդը, թե Հայաստանի ժողովուրդը այս մարդկանց համար, այս տահակների համար մշտապես եղել են գործիք իրենց իշխանությունը պահելու համար։ Երեք ես ասեմ, մեռած եմ, թաղող չկար։ Արցախցի այս կինն Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ուժեղ Հայաստանի քարոզարշավի մասնակիցներից է։ Արդեն հարազատ դարձած Սայաթ-Նովայում ասում է, ջերմ են մարդիկ միջավայրը, բայց նեղ սրտած է, Նիկոլ Փաշինյանին է լսել երեկ։ Այն վարչապետի խոսակցություն չի։ Ինչ անենք, միգուցե մի Ղարաբաղցի քեզ, որ ասում եմ կծել է, դու էլ իրեն կծիր, բայց ոչ բոլորի անունից այս հայտարարությունը դու արա։ Այդ ինքը իրեն է թափտվել, ուրիշ ոչ մեկին։ Ինքը իրեն է, այն աստիճանն է հասցրել, որ բոլոր ատելանքավ են լցվել։ Ատելանքավ։ Չեմ էլ ուզում, որ ուրիշ բան ասեմ։ Որ արեկան բռնեն տանեն, միայն ես իմ սրտից խոսքը կարող եմ իրեն երեսին ասեն, թող ուզում են, թող տանեն։ Ուժեղ Հայաստանի հավաքին այսօր արցախցիները քիչ չէին։ Մեր այս զրուցակիցը, որ նույնպես Լեռնային Ղարաբաղից է, չի հասկանում, ինչու է Նիկոլ Փաշինյանը անդադար վարկաբեկում արցախցիներին։ Հույս ունի Սամվել Կարապետյանի թիմի իշխանության գալու դեպքում մթնոլորտը կփոխվի։ Ինքը մեզ փոշիացրել է, Արցախը հանձնել է, մեր տուն ու տեղը, մեր հզոր տղաներին թողել ենք, ննջում են միայն։ Այստեղ հավաքվածների հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղություն լինի, բայց չէ, որ խաղաղություն հաստատված է։ Ամեն օր է Նիկոլ Փաշինյանը այդ մասին հիշեցնում։ Չէ, չենք հավատում։ Վարչապետի երեկվա զայրույթի պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր ուժերից, այդ թվում ուժեղ Հայաստանից պնդում են, թե 44-օրյա պատերազմին 5000 զոհ է եղել, երբ ըստ իշխանության զոհերի թիվը 3833 է։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ ասում էր, թե այդ թիվը հաստատված է քրեական գործերով։ Ուժեղ Հայաստանից պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը հորդորում է հրապարակել զոհերի անունները։ Մենակ այդ թիվը, որ իրանք հրապարակեն, ես ձեզ խոստանում եմ այդ 44-օրյա պատերազմի ամբողջ հանցագործությունը ձեզ ցույց տամ մենակ այդ ամսաթվերով։ Ինձ հետաքրքիր է իմանալ, թե սեպտեմբերի 27-ին քանի մարդ զոհվել է, հոկտեմբերի 6-ին ի Ստեփանակերտ գնալուց հետո քանի մարդ զոհվել է, հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցնելուց հետո քանի մարդ զոհվել է։ Թող միայն իրենց ասած թվի անուն ազգանունները ու զոհերի զոհողության օրերը, դա չեն կարող իրանք չիմանան, բանակ է։ Թող դա հրապարակեն, հարցը համարենք փակված։ Այսօրվա հավաքին տեսաուղերձով մարդկանց դիմեց նաև ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա մարդկանց խոստացավ մեջբերեմ չարիքի վերջը տալ։ Մենք միասին տալու ենք այս չարի վերջը, վերջ չարիքին, վերջ վախին, վերջ աղքատությանը, ուժեղ Հայաստանը գալիս է։ Ժամեր առաջ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում փաստաթուղթ է հրապարակել եւ հարց գրել։ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Փաստաթղթի ծագումը հասկանալի չէ, գրված է միայն, որ տվյալները Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց պետական ռեեստրից են։ Տողերից մեկում Նարեկ Կարենի Կարապետյան անունով անձի դիմաց նշված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը դարձյալ Facebook-ում արձագանքել է, վստահեցնելով, թե Ռուսաստանի քաղաքացի չէ եւ երբեք չի եղել։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած միասնության թևերն էլ այսօր էջմիածնում էր։ Միասնության թևերը մեղադրում է Փաշինյանին ատելության քարոզի մեջ, նախընտրական սրտիկներն էլ կեղծ որակում։ Էջմիածները բողոքելու առիթ ունեին նաև, իսկ ինչու այդ դեպքում ընդդիմությունը չհամախմբվեց։ 8 տարի խաբել է, Արցախը այսօր խաբում է, վաղն էլ է խաբելու։ Մանկավարժական գիտությունների թեկնածու Հունան Մարտիրոսյանն Էջմիածնի կենտրոնական այգում Արման Թաթոյանի նախընտրական ծրագիրն էր լսում ու կեսից բորբոքվեց, սրտում կուտակվածը դատարկեց։ Ասելիքի հասցեատերը վարչապետ Փաշինյանն էր։ Հայաստանի Հանրապետությունում այո 3 միլիոն վարչապետ կա եւ պետք է այդպես էլ լինի։ Դու այդ 3 միլիոն վարչապետին ընդամենը ասֆալտը փռեցիր, որ այդ 3 միլիոն վարչապետին փռես ասֆալտին, փռում ես ասֆալտին։ ԱԾ-ի պատվալներից լստում ուրա գնում ես ազգը, կործանման։ Աշխարհագրագետ Մարտիրոսյանին հունից հանել է հատկապես հայ ժողովրդի պատմության դեմ Փաշինյանի քայլերը, նրա ձևակերպմամբ ուրացումը։ Ղարցեցու ծնունդ եմ արմատներով, իսկ ծնունդով էջմիածնեցի եմ։ Բայց այսօր դուրս ես եկել, ոչ թե վեհապար հայրապետի դեմ, դուրս ես եկել իմ հավատքի դեմ ես դուրս եկել։ Այսօր ես
ընդամենը միավորման կոչ եմ անում։ Ինչի չեք միավորում բոլորը, ասեք Նիկոլի դեր, ինչի չեք միավորում։ Եթե բոլորդ առանցին շարժում եկան, դա ոչ մի օգուտ չի տալու, ոչ մի օգուտ չի տալու։ Ընդդիմությունից էլ գանգատներ ուներ Փաշինյանի քննադատը եւ ոչ միայն ինքը։ Միասնության թևեր կուսակցության վարչապետին լսող մյուս էջմիածինցիներն էլ։ Ինչու ընդդիմադիրներին չհաջողվեց մեկ գաղափարի շուրջ համախմբվել։ Մեր կարմիր գիծն է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԿՊ-ն չվերարտադրվի որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը չընտրվի որպես վարչապետ։ Վարչապետի տեխնացու Արման Թաթոյանի բացատրություններն էլ իրավիճակը չփոխեցին։ Միայն մանկավարժական գիտությունների տեխնացու Մարտիրոսյանն է կողմնորոշվել։ Ընդդիմադիրներից մեկին է ընտրելու, մյուսները դեռ սպասում են։ Առաջվա ոչ, բայց թե վերջում եկա, պետք է մեկին ընտրեմ, ու չեմ թողա։ Իսկ գուցե Փաշինյանին էլ ընտրեն, չէ որ թոշակները 10,000 դրամով բարձրացրել է։ Երջանիկ կյանք է խոստանում տարեցներին։ Դա մի քիչ ծիծաղալու է, բայց թե ինչ արած։ Դա կաշառքային միջոց էր, կաշառքի միջոց էր, ոչ բան։ Ինչքանով ավելացրել է կրկնակի կյանքը թանկացրել է։ Դա ընտրակաշառք էր։ 10,000 ավելացրեց, 20 անգամ թանկացրեց։ Հա, ամեն ինչը։ Դա ընտրակաշառք է, ումն է պետք դա։ Ընտրատեղամաս գնալու մտադրություն էլ դեռ չունեն Փաշինյանի ամենակննարկված բարեփոխումից օգտվող այս քաղաքացիները։ Արման Թաթոյանը նրանց հավատացնում էր, որ իրենց քվեով է փոխվելու իշխանությունը։ Ընդդիմության համախմբումն էլ իրենց քվեից է կախված։ Համեմատած 21-ի ու 26-ի նորից էլի իջել է։ Եվ ակնհայտ է, որ դա նա իրավիճակը փրկելու խնդիր ունի հիմա։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով իշխող ուժի վարկանիշը բարձր է ընդդիմադիրներից։ Ինչի հիման վրա է միասնության թևեր կուսակցության տեխնացուն պնդում, որ Փաշինյանը նախկին վստահությունը չունի։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը բացատրեց վարչապետի վերջին օրերի վարքագծով, որ սպառնում ու վիրավորում է մրցակից ուժերին ու իրենից դժգոհ շարքային քաղաքացիներին։ Նրա ելքը որն է։ Ստեղծել պատրանք, որ ընտրություն չունի հայ ժողովուրդը, կամ նախկիններ, օրինակ չէ, նրա ձևակերպմամբ, կամ հիմա ինքը ներկա։ Թաթոյանի տպավորությամբ բռնի տեղահանված արցախցիների իշխանությունից դժգոհ մարդկանց վրա հարձակվելով Նիկոլ Փաշինյանն ամենահամոզիչն է հաստատում, որ ոչ մի աղերս չունի արևմտյան արժեքների ժողովրդավարության հետ։ Եվ ինքը իր պահվածքով ցույց է տալիս, որ այդ սրտիկներն ու պաչիկները կեղծիք են։ Լուսավոր Հայաստան կուսակցությունն էլ այսօր աշտարակի խճուղում փորձում էր գտնել ակադեմիական քաղաքը։ Կուսակցությունը առաջարկում է ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածք տեղափոխել պետական կառավարման մարմիններն ու նախարարությունները, իսկ բուհերը պահպանել իրենց ներկայիս տարածքներում։ Կուսակցությունում կարծում են, որ այս իշխանության կառավարման դեպքում ոչ միայն ակադեմիական քաղաք չի կառուցվի, այլև եղած բուհական համակարգն էլ կքանդվի։ 3 տարի է այս թեմայի վրա PR արվում, մի հատ խնդրում տեղ տվեք։ Խնդրեմ սիրելի հայրենակիցներ, նայեք։ 3 տարվա մեջ ինչ ունենք այստեղ։ Գարշահոտ, ինչ որ գարշահոտություն է գալիս, չգիտեմ, որտեղից է այս հոտը գալիս։ Հա, ու ինչ որ հանքեր կան, կողքերը, ինչ որ հանքեր կան, փոշի եւ ակադեմիական քաղաք։ Խնդրեմ ձեզ ակադեմիական քաղաքն է։ Նույնությամբ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում է, որ կառավարությունը ռազմավարական որոշում է ընդունել, որ պետք է լինի մոդուլային ատոմակայան։ Ինչքան սա ակադեմիական քաղաք է, այդքան էլ սա մոդուլային ատոմակայան է։ Այսինքն մի հատ սուտ թեզ է առաջ քաշվում, սուտ թեզի հիման վրա իրականը ոչնչացվում է, այսինքն իրական մեր համալսարանական կյանքը, համալսարանները ոչնչացվում են, փակվում են։ Այն իշխանությունները, որոնք որ արդեն քանի տարի է խոստանում են, որ պետք է կառուցեն Աչաբնյակի կայարանը, մետրո կայարանը, նույնիսկ դա չեն կարողանում կառուցել։ Այսպիսի կարճ ժամկետներում ոնց են պատկերացնում այս ամայի տարածքում կառուցել մի ակադեմիական քաղաք, որտեղ ոչ միայն համալսարանները կլինեն, այլ նաև այդ համալսարանների շրջակայքում իրենք պատկերացնում էին կամպուսների շրջակայքում պատկերացնում էին նաև բիզնես որոշ ծառայություններ, սպառողական այսպիսի խոստումներ, որոնք ընտրություններից ընտրություններ այսպես անընդհատ հնչելու են, հիշեցնելու են իրենց գոյի մասին, բայց այդպես էլ որևէ դրական փոփոխության չեն բերելու։ Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր շարունակում են պնդել, թե Փաշինյանը կատարելու է Ալիևի հերթական պահանջը եւ թույլ տա Հայաստանում վերաբնակեցնել 300,000 ադրբեջանցիներին։ Իշխանությունը դա որակում է որպես ադրբեջանական խոսույթի ներմուծում Հայաստանի քաղաքական դաշտ։ Ու այս ֆոնին այսօր Բաքվից նորից հայտարարել են, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է Հայաստանից արտաքսված 300,000 էթնիկ ադրբեջանցիների տեղավորման խնդրին։ Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիկմեթ
Մուրադ Հաջիևն է այս խոսքերի հեղինակը։ Նկատենք, որ խորհրդային մարդահամարների տվյալներով, սակայն խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիների թիվը երբեք չի գերազանցել 200,000-ը։ Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանի ձերբակալությունից մեկ օր անց իրավապահները դեռ չեն պարզաբանում կոնկրետ ինչ արարքի համար է նա հայտնվել ճաղերի ետևում։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանի նրա հասցեին հնչեցրած կոպիտ վիրավորանքներն ու հրապարակային սպառնալիքները մնացել են առանց իրավական արձագանքի։ Ընտրարշավի թեժացած մթնոլորտում հարց է առաջանում, արդյոք բոլորն են հավասար օրենքի առջև։ Ձերբակալությունից մեկ օր անց իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ բառի ու արարքի համար է Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանը հայտնվել ճաղերից այն կողմ։ Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց հետո։ Հարցն այնքան էր հունցանել Փաշինյանին, որ անցավ կոպիտ արտահայտությունների։ Քննչական կոմիտեն նաև չի բացահայտում, թե արդյոք արդեն մեղադրանք է առաջադրել ու կտանի արդյոք նրան կալանքի։ Կոռեկտ տոնով Փաշինյանին դիմաց Օսիպյանը կոշտ վիրավորանքների ու գորգորոցի էր արժանացել։ Վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել Ղարաբաղյան պատերազմում։ Արթուր Օսիպյանն է, Փալանչի աննասունն է, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5,000 զոհի մասին եք խոսում, այդ տական։ Արթուր Օսիպյանին ձերբակալել են։ Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ իրավապահները կասկածանքի հիմքում հենց Փաշինյանի հետ Օսիպյանի շփումն են դրել, ոչ թե դրանից առաջ նրա արած գրառումը։ Արաբկիրում քարոզչություն անող վարչապետին Օսիպյանի գրառումը ցույց էր տվել ազգային ժողովի նախագահը։ Այդ սկրինշոթում գրված էր, թե Փաշինյանի տեղն է փնտրում, որ մեջբերեմ բմբուլները օդ հանի։ Ըստ ներքին գործերի նախարարության տղամարդուն ձերբակալել են անմիջականորեն ծագած կասկածով, բայց թե կոնկրետ խուլիգանական ինչ արարք է թույլ տվել Օսիպյանը, ժամեր շարունակ չեն բացատրում։ Իսկ ինչու ներքին գործերի նախարարությունը նույն կերպ չի վարվել Օսիպյանի վրա գոռացող Փաշինյանի հետ, նախարարությունը լուռ է։ Ռոբեն նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացինել եմ սատկացնելու։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Գլխավոր դատախազությունն էլ չի ուսումնասիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը համեմված վիրավորական արտահայտություններով ու սպառնալիքներով, ինչու նրանք էլ չեն մանրամասնում։ Գլես փսլինքներին նայեք, հենց համբալներին նայեք, այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են։ Ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ գտնելու եմ, մասկեքներ մտցնելու եմ համապատասխան տեղերը, էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոդը, համբալներ։ Սրանք սպառնալիքներ են, սրանք հայոյախոսություններ են, սրանք քրեորեն դատապարտելի արարքներ են։ Սակայն իրավապահները իշխանությանը քննադատող ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում խուլիգանության, սպառնալիքների, բռնության կոչի, ատելության խոսքի հոդվածներով, մեղադրանքներ առաջադրում, հաճախ կալանավորում։ Իշխանականները վստահ են, որ օրենքն իրենց դեմ չի կիրառվի, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Եվ իրենք կարողացել են արդարադատությունը եւ ընդհանրապես ուժային կառույցներին պետական այդ ամբողջ բուրգը վերցնել իրենց ձեռքում, այնպես իրենց թվում է այնպես ամուր են պահում, որ այդ օրենքը իրենց դեմ չի աշխատելու ոչ մի դեպքում։ Իրավապաշտպանն ընդգծում է, Փաշինյանը շարքային քաղաքացի չէ, նա պատասխանատու է իր ամեն մի խոսքի համար։ Հարությունյանը սակայն արդարադատության հույս չունի, պնդում է, ատելության, բռնության խոսքի տարածման հեղինակը Սիրո ու Թավշյա հեղափոխության խոստումները դրժած Փաշինյանն է, որը սակայն ինքն է խախտում իր թիմի ընդունած էթիկայի կանոնագիրքը։ Նախկինում էլ մի բարձր մակարդակ չենք ունեցել։ Հիմա ընդհանրապես դա վերածվել է փողոցային սովորական խուլիգանական կռվի, փողոցային լեզվակռվի, փողոցային ծեծկրտուքի է վերածվել եւ առաջատարը տանող ուժը շոգեքարշը Փաշինյանն է։ Ընդամենը 5 ամիս առաջ էր իշխող քաղաքացիական պայմանագիրը ազդարարել այս կանոնագրքի մասին, որով մերժվում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում քաղաքական գործընթացներում։ Ըստ կանոնագրքի ԿՊԱ-ականները պարտավոր են ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաեւ խթանել հանդուրժողականությունը։ Քրեական մտածողությամբ, փողոցային մտածողությամբ են առաջնորդվում։ Հենց Փաշինյանն էր իրենց կանոնագրքի մասին տարեվերջին գրառում արել ու ընդգծել, որ կուսակցությունը որպես կառավարող ուժ հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Այս փաստաթուղթն ի դեպ նաև կարգապահական պատասխանատվություն է սահմանում։
ՀԻԱՏՄ-ն քննարկելու է այդ կառույցում Հայաստանի կարգավիճակը մայիսի 29-ին Աստանայում կայանալի գագաթնաժողովում։ Այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է այս մասին հայտնել ՏԱՍՍ-ին։ Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հորդորել Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել Եվրամիության եւ ՀԻԱՏՄ-ի միջև, նշելով, որ եթե Երևանը շուտ որոշում կայացնի Մոսկվայի հետ, ապա հարզանը քաղաքակիրթ կլինի։ Արձագանքելով Պուտինի հայտարարություններին, Փաշինյանը պնդել էր արդեն 1 տարի շարունակ կրկնվող իր թեզը. Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, այժմ եւ առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Օվերչուկը եւս այսօր շեշտել է, լավ կլիներ, որ Հայաստանը արագ կողմնորոշվեր։ Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց եւ տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում։ Այդ խնդիրները գործնականում արդեն իսկ ծագում են։ Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախ եւ առաջ, ինչու մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչու մենք պետք է պաշտպանենք դա։ Նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանն արագ կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե հենց իր Հայաստանի հանդեպ։ Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր անդրադարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքակիրթ ապահարզանի մասին հայտարարությանը, ընդգծելով, թե բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։ Արարատ Միրզոյանը նաև ակնարկել էր, որ Երևանում ապահարզանի մտադրություն չկա։ Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, ընդհանրապես քաղաքականություն եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ կարծեմ թե այդպես առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում, մենք նաեւ չենք պատրաստվում այսպես հակամարտ կամ երևի ավելի տեղին կլինի ասել լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան անշուշտ, նաեւ բայց կարծում եմ որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ Ռուսաստանից չէ որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Վերաքննիչ դատարանը այսօր ամփոփող է թողել 4 տարի առաջ 28-ամյա հղի կնոջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը։ Վարչապետի Շարասյունը գլխավորող մեքենայի հարվածից մահացած կնոջ գործով երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը։ Սոնա Մնացականյանի ընտանիքը 1.5 տարով ազատազրկումը քիչ է համարում։ Այսօր առաջին անգամ դատարան եկած Սոնայի մայրը փորձել է հասկանալ, ինչպես մայոր Նավասարդյանը կարող է իրեն ընդհանրապես մեղավոր չճանաչել հղի կնոջը վրաերթի ենթարկելուց եւ անօգնական թողնել հեռանալուց հետո։ Մտածում էինք ավելի շուտ, որ կարողանեց լինի, որ ընդհանրապես կալանք հանեն, մեղավոր չճանաչեն, բայց տեսնենք հələ շարունակություն կունենա ինձ թվում այս ամենը։ Ես այս 4 տարվա ընթացքում առաջի անգամ եմ գալիս դատարան, ինձ ուղղակի չէին թողնում, այսօր պնդել են որ գամ, որովհետև ես ուզում եմ ուղղակի այդ մարդու աչքերի մեջ մի հատ նայեմ ու հասկանամ ինքը ընդհանրապես մարդ է թե չէ։ Առավոտյան դատարանի բակում հանդիպեցի, ասեցի ինչ որ իմ սրտում կուտակվել էր այս 4 տարվա մեջ, այդ մարդը չի ընդունում իր ամեղքը։ Ընդհանրապես չի ընդունում իր ամեղքը։ Չգիտեմ։
Ինչ արժե համակարգի ենք հասել, որ կարող է խաղի կնոջը բարձր արագությամբ տան, սպանեն, ու հետո նույնիսկ օգնություն ցույց չտան, ու այդ մարդը նույնիսկ այդ պարագայում իրան մեղավոր չի համարում։ Դուք այս պահին տարիներ անց որ մտքին եք եզրահանգել, որ սա վարորդի հենց մեղքներ, թերացումներ, թե ամբողջ պետական այդ ապարատը Համակարգի փնթի եւ անշնորհք աշխատանքի, ես ինքս պետական աշխատող եմ եղել, բժիշկ եմ եղել երկար տարիներ, 30-ային տարվա ստաժ ունեմ, ես ամեն հարավոտ գնալուց, աշխատանքի գնալուց տեսնում եմ այդ ինչ որ կատարվում է, փնթի անշնորհք, կիսատ պրատ, փողոցը փակած չեն եղել, ոստիկան մի հատ է եղել, որը ես իմ որտեղա կանգնած եղել, պարզել չի ինքը տես իր խոսքերով ասում է, ես չեմ էլ տեսել, ես դեպքից հետո եմ տեսել, բայց դու ինչի համար են ընդ կանգնած։ Եվ թողարկման ավարտին Մեկլուր տարածաշրջանից Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի մի քանի երկրների խնդրանքով հետաձգում է Իրանի դեմ այսօր ծրագրված նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տրվի հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Ըստ Սպիտակ տան առաջնորդի, եթե Թեհրանը համաձայնի գործարքի, որով կհրաժարվի ուրանի հարստացումից, Միացյալ Նահանգները ևս բավարարված կլինի։ Թեհրանը իր հերթին պահանջում է դադարեցնել ծովային շրջափակումը եւ պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Ամերիկյան ուժերը դուրս բերել Իրանի մոտ գտնվող տարածքներից, փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով պատճառված ավերվածությունների համար։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Հաջողություն։